Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, մենք սկսում ենք ներկայացնել հանուն հանրապետության կուսակցության նախընտրական ծրագիրը եւ այսօր Անդրանիկ հաղորդումն է։ Ես հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն եմ, այսօրվա մեր թողարկմանը մասնակցում են նաեւ Արման Բաբաջանյանը, հանուն հանրապետության կուսակցության նախագահ եւ Ազատ Արշակյանը, մեր ցուցակի տեխնացու, խորհրդային դիսիդենտ եւ քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի նախկին падգամավոր։ Եվ ուրեմն մեր ծրագրային նշանաբանն է հանուն ազատ ժողովրդավարական ինքնիշխան եվրոպական Հայաստանի հանուն հանրապետություն։ Նախաբանում մենք որոշել ենք որպես ծրագրային մոտեցում այն է, որ Հայաստանի Հանրապետությունը անկախության 35-ամյակին ընթառաջ անցնելով բազմաթիվ ծանր փորձություններով 20-23 թվականների պատերազմներով եւ Արցախահայության բռնագաղթով կրկին կանգնած է պատմական շեմին։ Հիշեցնելով ժողովրդի դարավոր պայքարի ոգին, որը միշտ վերածնվել է մոխիրներից։ Այսօր հենվելով մեր նախնիների անկոտրում կամքի եւ հանուն ազատության եւ անկախության նահատակվածների մեծագույն սխրանքի վրա, մենք ստացել ենք բացառիկ պատմական հնարավորություն առաջիկա 100-ամյակում ընթանալու խաղաղ, քաղաքակիրթ եւ ինքնիշխան զարգացման ուղով կերտելով ազատ, ժողովրդավարական եւ եվրոպական Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի ճակատագրի կերտողն է եւ տերը։ Այս հնարավորությունը պետությանն ու ժողովրդինն է եւ չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժից, մեկ առաջնորդից կամ մեկ հերթական կամ արտահերթ ընտրությունից։ Արման, համեցեք։ Չափազանց կարևոր արձանագրումներ են, ես այստեղ հատկապես ուզում եմ կանգնել ժողովրդավարության համակարգի որպես անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ եւ քննարկել թե ինչպես պետք է ինչ կարևոր բաղադրիչներից է բաղկացած անվտանգությունը, որտեղ առանցքային տեղ ենք մենք հատկացնում հատկապես ժողովրդավարությանը, որքան ժողովրդավար է պետությունը, այնքան անվտանգ է եւ ներքին եւ արտաքին իմաստներով։ Ի վերջո նաեւ Հայաստանին արտաքին քաղաքական այն ճակատը հնարավորությունների են ահռելի շրջանակը, որ բացվեց, դա մեծապես պայմանավորված է նաեւ Հայաստանի ժողովրդավարական ձգտումներով եւ պետությունը ավելի ժողովրդավար դարձնելու, ժողովրդավարական համակարգը խորացնելու հանձնառությամբ է պայմանավորված եւ այդտեղ ես հատկապես կուզեի որպեսզի մենք առանձնահատուկ կարևորություն տայինք ժողովրդավարությանը որպես մեր պետականության ամրապնդման եւ ինքնիշխան պետություն ունենալու գլխավոր նախապայման։ Հետևաբար պետք է նաեւ խոստովանել, որ ոչ պատահականորեն մեր հակառակորդները թե ներքին թե արտաքին մշտապես թիրախավորում են ժողովրդավարությունը որպես թույլ կառավարման համակարգ, որպես Հայաստանի համար անվտանգությունը խաթարող, հակառակը անվտանգություն եւ վտանգավոր ու սպառնալիքներ ստեղծող, որպեսզի նաեւ ժողովրդի մոտ կարողանան ընդհանուր անվստահություն խորացնեն ժողովրդավարության նկատմամբ։ Մինչդեռ պետք է ասել, որ ժողովրդավարությունը եւ պետականությունը հավասարազոր իրողություններ են։ Չկա ժողովրդավարություն, չի լինելու հայկական պետականություն։ Եթե մենք իրապես տրամադրված ենք ինքնիշխան հզոր բարեկեցիկ պետություն կառուցելու մեր մտադրության մեջ հաստատուն ենք, այդտեղ այլ լուծում չկա, քան ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ու ժողովրդավարական համակարգի ամրապնդումն ու խորացումն է։ Այս մասով այսքանը։ Ազատ, ես խոսքը։ Ուզում եմ սկսել իմ բացատրությունով, թե ինչ եմ ես ներկա այս իմ կարծիքով հարգարժան
հավաքին նախագահը, կուսակցության ղեկավարը եւ տեղակալը ու ես։ Հիմա շատ ընդունված է, ես քիչ ժամանակ ունեմ, բայց զոհաբերում եմ իմ ժամանակը եւ ծանոթանում եմ մեր մրցակից կազմակերպությունների, հավակնորդների, արդեն սկսված գովազդներին։ Եվ գիտեք, կարելի ասել ոժդիզմի գովազդ է գնում, այսինքն մարդու անունն, ազգանունն են տալիս ինքը տարբեր պոզաներով, լվացարարուհուց սկսած, այդ պոզայից սկսած ինքն իրեն է ներկայացնում։ Ես մտածում եմ, ինչքան ես միշտ ինքնակննադապար եմ մոտենում ինձ, ամեն անգամ նույնիսկ այս հաղորդումներից հետո ես չեմ կարողանում նայել, որտեղ վրիպ տեսել եմ, տեսնում եմ, որտեղ եմ վրիպում։ Ես մտածում եմ, ինչ ճիշտ ընտրություն կատարեցի, նախ մասնակցեցի ձեր հրավերով, պետք է ասեմ նաև Տիգրան Խզմալյանի հրավերով այդ ստորագրահավաքին Եվրո։ Իմ տիտղոսների մեջ, կոչումների մեջ, որ ասեք, պարոն Մեհրաբյան, մյուս անգամ կանտեղ մի բան հանեք, որը սովետական մի մասը կարող եք անել, գրեք ստորագրահավաքի ակտիվիստ։ Այսինքն հենց ես ուզում եմ ասել, որ նաև հավատարիմ եմ այն 60,000 քաղաքացիների ստորագրությանը, իսկ պարտավոր եմ լինել հավատարիմ, մարդիկ վստահել են նաև ինձ։ Եվ որպես դրոշակակիր մենք հիմա շարունակողն ենք նաև այդ գործը։ Այո, ես ուրեմն մեր համակիրներին, ես հենց այնպես չի, որ այստեղ եմ, նախ հրավիրված եմ, որի համար շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Եվ Եվրոմիության հետ մեր ջանքերը ձեր կոչման մեջ ես ծրագիրը կարդացի, ասեմ, որ այդ ծրագիր, տեսեք, ոչ թե մենք հիմա, ոչ թե Արման Բաբաջանյանի կուսակցությանն ենք անդամագրվում, աջակցում, այլ քաղաքական ծրագրին։ Լավ է, որ Արման Բաբաջանյանը առաջի տասնյակի մեջ գրեթե կեսը հրավիրվածներ են, ծրագրի պաշտպաններն են, ես եվրոպական ընթացքի ծրագրի պաշտպանն եմ, ու քանի որ դրոշը դուք եք բարձրացրել, ես կանգնում եմ ձեր դրոշի տակ, այսինքն Եվրոմիություն, ինչ է նշանակում Եվրոմիությունը, ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում, խղճի ազատություն, մարդու իրավունքներ, այ կարելի էր վերևում գրել, մենք մարդու իրավունքները հարգում ենք, ու ես այս 40 էջը կարդացել եմ ամենտեղ գրված էր, մենք ձեզ հարգում ենք, մենք ձեր մասին մտածում ենք, մենք ձեզանից մեկն ենք։ Այ ես մերս հավակնել, որ ինձ հրավիրեցիք պատասխանատու հանդիպմանը եթերում, ես գիտեք մտածեցի, հետաքրքիր է, չէ, ես իրենցից մեկն եմ։ Ես հանուն հանրապետության կուսակցության սկսած շարժման մի մասնիկն եմ ու շատ կարևոր է եւ ներքին անվտանգության խնդիրները ձեր մոտ դրանք հատուկ դրված են ինչքան մեղմեք դուք ես այդքան ժամանակ ունեմ չէ թե խտրականություն կա ձերը շատ է իմը քիչ չէ ուրեմն մեղմաբարո այդ տեսնեք ինչքան տոլերանտ կազմակերպություն է, բայց շատ խիստ է ներքին կարգապահությունը, առողջապահությունը, կրթությունը, հատուկ շեշտ է դրված։ Գիտեք, մի բան էլ ինձ շատ դուր եկավ, որպես նախկին երևանցի, հիմա ասում են հին, նոր, բորպսնած, զառ երևանցիներ կան, չէ, ես նախկին երևանցի ասեմ, ինչքան լավ է, որ ապա կենտրոնացումը քաղաքական ծրագիր է։ Համաչափ զարգացումը։ Այո։ Հա դե գեղեցիկ բառեր դուք շարադրել գիտեք։ Դրանք վայելում եմ, ես վայելում եմ։ Շատ հետաքրքիր ծրագիր է, բարեկամներ։ Ես կխնդրեմ, որ սա ինչ-որ ձևով բուկլետի բան ձևով մենք անպայման եւ համառոտ տարբերակը եւ ամբողջական տարբերակը եւ պարոն Արշակյան հատկապես կուզեմ ձեզ հետ քննարկել նաեւ հանուն հանրապետության անվանումն ինքնին
որ թողեք ես այդ դեպքում շարունակացնում եմ հանրապետության, որտեղ կառավարման տարբեր մոդելներ կան։ Ինչի մասին մենք խոսում ենք հենց հանրապետության առանցքն է եւ մարդիկ պիտի նաեւ ենթագիտակցորեն նույնիսկ ընտրեն հանրապետությունը, որը նշանակում է եւ ժողովրդավար, եւ բարեկեցիկ, եւ իրավունքների, եւ ազատությունների ամենակարևորը։ Այդ բառը կարիք ունի նոր վերաիմաստավորման, սովետի ժամանակ պրովինցիաները կոչվում էին ռեսպուբլիկաներ, միութենական կամ ավտոնոմ, ասենք ինչ-որ այլ բան։ Մինչդեռ խոսքը վերաբերում է հենց հռոմեական հանրապետությունից է գալիս ռեսպուբլիկա, հանրության իշխանություն, հանրության պետություն։ Եվ ուրեմն, հանուն հանրապետության կուսակցությունը լինելով աջ լիբերալ ազատական կուսակցություն, հավատարիմ անհատական ազատություններին, ազատ շուկային օրենքի գերակայությանը եւ պետական կարգավորիչ միջամտությանը տնտեսության մեջ, միաժամանակ ապահովելով սոցիալական աջակցություններ դրա կարիքն ունեցողներին, իր հանձնառությունն է համարում քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակում պատասխանատվություն ստանձնել այս պատմական հնարավորությունն իրականություն դարձնելու համար, ինչը մենք են ամենաառաջին պարբերությամբ։ Մենք խնդիր ենք դնում դառնալ ազատ ժողովուրդների ընկերակցության լիիրավ անդամ, ներդաշնակեցնել հարաբերությունները հարևանների հետ, հիմնված փոխադարձ հարգանքի եւ միջազգայինորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման վրա, ինտեգրվել Եվրոպական միությանը որպես լիիրավ անդամ, ինստիտուցիոնալապես միանալ Եվրոատլանտյան եւ եվրոպական անվտանգային համակարգերին, ներառյալ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային եւ անդամակցության հեռանկարները, ամենաակտիվ կերպով մասնակցել Եվրամիության նորաստեղծ եւ ձևավորվող անվտանգային եւ պաշտպանական կառույցների աշխատանքներին, դաշնակցել առաջատար ժողովրդավարությունների հետ, դիմակայելու ներկա եւ ապագա արտաքին եւ ներքին սպառնալիքներին, ապահովելով քաղաքացիներին լավագույն պայմանները դրսևորելու իրենց տաղանդները, ներուժը, հասարակական, քաղաքական, տնտեսական բոլոր ոլորտներում եւ տեխնոլոգիական առաջընթացի բոլոր ուղղություններում որպես գլոբալ թվային եւ տեխնոլոգիական անցման ակտիվ մասնակիցների եւ շահառուների։ Խնդրեմ։ Երկու առանցքային կետի վրա ուզում եմ հատուկ կանգ առնել։ Նախ նշենք, որ սա ներածականն է, մենք հանգամանալից բոլոր հարցերին անդրադառնալու հնարավորություն իհարկե ունենալու ենք առաջիկայում։ Այստեղ երկու առանցքային հարց ներքին անվտանգության համար, ընդհանրապես քաղաքական համակարգի կայունության եւ անվտանգության համար որքան կարեւոր է ուրեմն քաղաքական միջավայրի ինքնիշխանությունը։ Մենք մշտապես խոսում ենք պետության ինքնիշխանության մասին, եկեք արձանագրենք, որ դա նախ ներքին քաղաքական միջավայրի մասնակիցների ինքնիշխանությունն է պայմանավորում պետության ինքնիշխանությունը եւ ինքնիշխանության որակն ու խորությունը։ Եթե պետության քաղաքական դերակատարները ինքնիշխան չեն, այսինքն պետության գոյության հակառակորդներ են, այդտեղ մենք լուրջ խնդիր ունենք։ Չի կարող պետության մեջ պետության գոյության դեմ քաղաքական ուժ եւ ակտիվ դերակատար լինել եւ մենք այդտեղ պետության ներքին քաղաքական անվտանգության հետ խնդիր չունենանք։ Դա մեծագույն սպառնալիք է։ Ուրեմն որքան որ մենք խոսում ենք իշխանության ինքնիշխանության մասին, մենք սրա մասին շատ ենք խոսել, չափազանց կարևոր է նաև որպեսզի իշխանության մյուս հատվածը ընդդիմությունը եւս լինի ինքնիշխան։ Դու չես կարող քո իշխանության 30%-ը, 1/3-ը հանձնել այլ պետության։ Հայաստանում մենք այդ իրականությունն ունենք եւ հայ ժողովրդին հիմա առաջիկա հունիսի 7-ին տրված է նաև այդ 30%-ը վերադարձնելու իրեն։ Մեզանից 2021 թվականին խլել են 1/3-ը եւ ասել են, որ Հայաստանը չպիտի գոյություն ունենա որպես պետություն, ավելին անթակույց խոսել են այն մասին, որ միութենական պետության մաս դառնալը Հայաստանի
միակ եւ եզակի հնարավորությունն է։ Ավելին Ռուսաստանի կազմի մեջ մտնել են։ Թաթարստանը պիտի լինի մեզ համար այն հնարավոր մաքսիմումը, որին կարող է Հայաստանը ձգտել։ Հիմա մենք պիտի սրա պատասխանը տանք։ Երկրորդ, որ ուզում եմ այստեղ հատուկ կանգ առնել անվտանգության կրկին հարցը շոշափելով հարևանների հետ հարաբերությունները, որքան մենք կարողանանք հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, այդքան կունենանք անվտանգություն։ Այդքան քիչ կախված կլինենք արտաքին դերակատարներից, ուժային կենտրոններից, որոնք այս կամ այն կերպ մեզ հետ հարաբերություններում փորձելու են օգտագործել մեր կոնֆլիկտները հարևանների հետ։ Որքան քիչ ուրեմն մենք կոնֆլիկտ ունենանք հարևանների հետ առանց մոռանալու, առանց ուրանալու, պատշաճ, առանց եղբայրություն անելու, այսպես ասած։ Եվ մոդուս վիվենդին Հունաստան-Թուրքիա հարաբերություններն են մեր աչքի առաջ։ Միշտ պիտի ունենանք։ Հունաստանը մեզանից ոչ պակաս եղերական անցյալ ունի Թուրքիայի հետ, բայց Հունաստանը կարողացել է մեծապես դաս քաղել այդ անցյալից եւ իր աչքի առաջ ունենալով իր մայրաքաղաքը կործանված եւ Թուրքիայի տիրապետության տակ անցած այդ հիշողությունը իրեն ավելի մեծ ուժ է տվել, որպեսզի ինքը պետություն դառնա եւ առանց իր անցյալը մոռանալու եւ ուրանալու ազգային պետություն դառնա Եվրամիության մեջ, ՆԱՏՕ-ի մեջ եւ ըստ էության Թուրքիայի հետ համակեցության մի այսպես տանելի մոդել է գտնվել Թուրքիայի եւ Հունաստանի համար։ Ես կարծում եմ, որ հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո այդ խաղաղության գործարքից հետո մեզ չի վնասի անհրաժեշտ այդ հասունությունը նույն արևմուտքի մասնավորապես Միացյալ Նահանգների աջակցությամբ այստեղ գտնել մոդուս վիվենդին մեր հարևանների հետ այդ փոխկապակցվածությունների Հայաստանից կախվածությունների նաև այս քաղաքականությունը առաջ տանել եւ հնարավորինս կարգավորել կոնֆլիկտները հարևանների հետ դրանով ապահովել նաև անվտանգության մի մակարդակ, որը Հայաստանին ինչպես նշված է մեր ծրագրում, 100-ամյա հորիզոն խաղաղ եւ բարեկեցիկ պետության հորիզոն կկարողանա երաշխավորել։ Ազատ, ձեր դիտարկումները այս ամենի հետ կապված։ Գիտեք, վտանգավոր ժամանակներում ենք ապրում եւ հիմա շատ նորաձև է այդ բալանսավորված հավասարաշրջված քաղաքականությունը։ Ես հիմա այս ծրագրի մեջ ակնհայտորեն ուղղակի մակերեսի այս սեղանի վրա դրված է շիտակությունը։ Այ ասում ենք մենք Եվրոպայի հետ, մենք ՆԱՏՕ-ի հետ, առանց խաղերի, առանց կեղծավորության։ Այ ես կարծում եմ, որ այդ հավասարակշռածության մեջ կա մի քիչ կեղծավորություն։ Այ մեր այս շարժում ասենք արդեն, հա, ուզում ենք, բայց մի քիչ կարող ենք չուզել, այո, այնպես ենք ուզում, կարծես թե չենք ուզում, Վահանդերյան, այնպես է սիրում, կարծես թե չես սիրում, Վահանդերյանն է։ Ուրեմն ես մեր ծրագիրը շիտակ է, մենք բաց ասում ենք, մենք ով ենք, ինչ ենք ուզում։ Երկրորդը, որ նույնպես ծրագրի մեջ կա եւ ես շատ եմ հավանում փոխշահավետության գաղափարն է։ Մենք մեր հարևանների հետ հերրու օգտագործենք ռուսական իմպերիայի հնարաստել մերձավոր արտասահմանի հետ։ Դա թող լինի էլի, ինչ կա որ չէ, օգտագործել SSR ասում ենք, բոլշևիկ ասում ենք, մերձավոր հարևանների հետ գտնել փոխշահավետության բանալին։
այդ մեր ինքնության մեջ այդ բանը կա, մենք այն ժողովուրդն ենք, որ միշտ դիմացինի շահը հաշվի ենք առնում, չենք խցկվում, չենք պարտադրում, հաշվի փոխշահավետություն, հարևանների հետ գտնել փոխշահավետության գործոնը։ Ես տեսեք օգտագործում եմ իմ ելույթներում միշտ ասում եմ ֆունկցիոնալ պետք է լինի հայկական պետությունը, ոչ միայն հայապահպանության օջախ դա, նաև ինչ որ արտահանող, գաղափար արտահանող, նաև ասենք փոխշահավետության գաղափարը արտահանող, համակեցության գաղափարը, ես քանի որ մենք առանձին այլ հաղորդումներին պետք է գնանք բոլոր գլուխները հաշվի առնելով, ուրեմն ես կարծում եմ, որ որպես գայթակղիչ եւ մի քիչ առանձին բան փոխշահավետություն տերմինն օգտագործենք եւ գործառույթ ֆունկցիա շիտակություն փոխշահավետություն եւ գործառույթ ես դա տեսնում եմ այս ծրագրի մեջ բարեկամներ ես հատկապես կուզեի որպեսզի մենք կանգնեինք հարցի վրա թե ինչ նկատի ունենք դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ գնալ ասելով եւ դա ինչու չի բացառում այդ փոխլրացնող քաղաքականությանը եւ ինչու դա չի բացառում Ռուսաստանի հետ հարաբերություններին մեր պատկերացմամբ դու պիտի հենման կետ ունենաս ուրեմն դիվերսիֆիկացման համար քո քաղաքականություն դու չես կարող մի քիչ լինել հապկում մի քիչ լինել ՆԱՏՕ-ում, մի քիչ լինել ԵԱՏՄ-ում, մի քիչ լինել Եվրամիությունում։ Հայաստանը պիտի ոչ միայն ֆունկցիոնալ պետություն լինի, Հայաստանը պիտի նաև կանխատեսելի լինի իր բոլոր պոտենցիալ եւ գործընկերների, եւ դաշնակիցների, եւ հարևանների համար։ Դրա համար կարծում եմ, որ Եվրամիության ընտրությունն էլ պատահական չի։ Մենք չենք ընտրել Եվրամիությունը, որովհետեւ Եվրամիությունում, չգիտեմ, ավելի բարձր են թոշակները եւ ավելի էժան է կյանքը, որովհետեւ Եվրամիությունը միակ միությունն է, որտեղ կոմպակտ երկրները կարողացել են ցույց տալ անբնական եւ բացառիկ կենսունակություն։ Եվ մեր նման կոմպակտ երկիրը, որի համար իրավունքը չափազանց կարևոր է։ Հենց Եվրամիությունն է եղել այն օրինակը, որտեղ մենք տեսել ենք, որ մեր նման փոքր կոմպակտ երկրները բացառիկ օգտվում են իրավունքի ուժից մինչդեռ այլ տեղերում ուժի իրավունքն է առաջ մղվում, որտեղ մենք շանս չունենք կենսագործելու եւ հետեւաբար Եվրամիության ընտրությունը նաև դրանով է պայմանավորված, որպեսզի այդ հարատևությունը մեր ինքնիշխանության եւ պետականության կարողանանք հենց այդ միության ներքո առանց մեր սուվերենությունն ու ինքնիշխանությունը վնասելու, ուրեմն կարողանանք ապահովել։ Այդ դիվերսիֆիկացում, փոխլրացում միայն այն պահին, երբ մենք կհստակեցնենք, որ մեր հասցեն, Հայաստանի հասցեն, Եվրոպական միությունն է։ Դու պիտի որևէ գործարք, երբ որ մենք գնում ենք, չգիտեմ, կադաստր, բիզնես ենք հիմնում, դու հասցե պիտի տաս։ Որտեղ ես դու գրանցված, որ գործարք անեն քեզ հետ, որ քեզ նամակ ուղարկեն։ Հայաստանը հիմա օդի մեջ խարխափող ինչ որ ոչ մեկի համար մի քիչ ընդեղենք, մի քիչ սրան չնեղացնենք, Պուտինին չասենք, եւ ես շատ գնահատում եմ, որ դու միանգամից նկատեցիք շիտակությունը։ Այո, դա կարող է ցավոտ լինի, այո, դա դժվար կարող է լինի, բայց պետությունը հենց դրա համար է, որ նաև մենք դժվարությունները կարողանանք շիտակությամբ հաղթահարել եւ առաջ գնալ։ Ասել մեր մտադրությունը, ոչ թե հրճակել եվրոպական պետություն, ինչպես նաև այս առաջիկա ընտրություններին մասնակցող շատ ուժեր, իրենց կանոնադրության մեջ գրել են իրենց նպատակը Եվրամիության անդամակցությունն է, բայց նախորդ գումարման ազգային ժողովից սկսած երկրորդ ռուսական ռազմաբազայի քարոզություն էին անում Սյունիքում։ Այ ձեր քաչալ գլուխը։ Այսինքն չի կարելի այդքան
այդքան նողկալի լինել, որտեղ մարդիկ ձեզ բոլորը տեսել են, կարդացել են եւ այստեղ չափազանց կարեւոր է հետեւողականությունը եւ մենք այս իմաստով նաեւ կարևոր եմ համարում, որպեսզի ֆիքսենք, որ մենք գնում ենք այնքան մանդատի հետևից, որքան մեզ մանդատ վերապահվի այս շիտակության համար եւ գտնում ենք, որ որքան էլ որ դա լինի, հենց այդքանն է պայմանավորելու մեր պետության համն ու հոտը, որովհետեւ աղը շատ չի լինում, բայց առանց աղը ճաշը թափվում է։ Հետևաբար մենք հավակնում ենք նաեւ այդ համը լինել չափի մեջ, որպեսզի ճաշը ուտվի։ Ազատ որպես վերջաբան շիտակություն եւ փոխլրացումը ավելացնենք, հա, ես 3 բանի ասել, 4-րդը փոխլրացումը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դիմենք մերոնց, ասենք որ շիտակ է, գնահատում է, հարգում է շիտակությունը, եկեք մեզ հետ։ Արդեն ժամանակն է, շիտակության ժամանակն է, հավատարմության ժամանակն է, համեցեք մեզ հետ, գնանք դեպի Եվրոպա։ Դե ինչ, ուրեմն մեր նախաբանի վերջին մասն է, ուրեմն ապավինելով Հայաստանի քաղաքացիների հավաքական ներուժին, կամքին եւ քաղաքական գիտակցությանը, համոզված ենք, որ այս ճանապարհն անցնելը միանգամայն իրատեսական է, ինտելեկտուալ եւ կազմակերպչական ներուժով անհատներից կազմված թիմի, կենսունակ ծրագրի եւ վճռական քաղաքական կամքի իրագործման արդյունքում։ Մեր կուսակցությունը ստանձնել է հանձնառություններ, 15 սկզբունքային հանձնառություններ, որոնք ես կընթերցեմ եւ դրանք էլ ըստ էության մեր ծրագրի բաժիններն են։ Յուրաքանչյուր բաժին մենք կարժանացնենք առանձին քննարկմանը, պարզաբանմանը եւ ներկայացմանը ձեզ հարգարժան տիկնայք եւ բարոնայք, ես հիմա պարզապես դրանք կընթերցեմ։ Առաջինը ուրեմն մենք հանձնառու ենք ապահովել առաջինը ինքնիշխան ժողովրդավար անվտանգ եւ արդիական Հայաստան։ Երկրորդը ազգային շահի վրա խարսխված արտաքին քաղաքականություն։ Երրորդը արժանապատիվ խաղաղություն, քաղաքակիրթ, փոխշահավետ, հորիզոնական հարաբերություններ հարևանների հետ։ Չորրորդը պաշտպանություն եւ բանակի արդիականացում, անվտանգության ոլորտ, անվտանգության եւ հատուկ ծառայությունների բարեփոխումներ, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրում։ 5-րդ օրինականության եւ իրավունքի գերակայության հաստատում եւ դատա իրավական համակարգի բարեփոխումներ։ 6-րդ աշխարհիկ պետություն, ազատ եկեղեցի, խղճի ազատություն եւ ազգային պատասխանատվություն։ 7-րդ զրո հանդուրժողականություն եւ անզիջում պայքար կոռուպցիայի, հանցավորության, քրեական ենթամշակույթի դեմ։ 8-րդ մրցունակ տնտեսություն, տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ։ 9-րդ համաչափ տարածքային զարգացում, ուժեղ համայնքներ եւ արդյունավետ տեղական ինքնակառավարում։ 10-րդ ապահով մարդ եւ ընտանիք, հեռանկարով երիտասարդություն եւ սոցիալապես համերաշխ Հայաստան, մրցունակ քաղաքացի, մրցունակ պետություն։ 11-ը առողջ մարդ, ուժեղ հասարակություն եւ անվտանգ պետություն։ 12-ը արդիական եւ տեխնոլոգիապես հագեցած գյուղատնտեսություն։ 13-ը առաջանցիկ գիտություն, հանուն ինքնիշխանության, բարօրության եւ զարգացման։ 14-ը որակյալ եւ մատչելի հանրակրթություն որպես ազգային անվտանգության երաշխիք։ Եվ 15-րդը Հայաստանն առաջ տանող եւ արժանապատիվ ներկայացնող մշակույթ եւ արվեստ։ Ահա այս 15 հանձնառություններն են, ինչպես ասացի, որոնք նաեւ բաժինների վերնագրեր, որպես նաև կա շարադրանքը, թե այդ ամենը մենք ոնց ենք պատկերացնում, այդ տեսլականն է, որին յուրաքանչյուրին մենք առանձին կանդրադառնանք եւ կներկայացնենք ձեզ։ Այսօր
Այսքանը հարգարժան տիկնակ եւ պարոնայք, միշտ նոր հանդիպում, շնորհակալություն Արման, Շնորհակալություն ձեզ։ Ազատ, շնորհակալություն, բարի նույնցես։